Եվ այսպես ուշադրությունը ինչպես է ստացվում, որ այլևս Հայաստանի իշխանությունները վերջին ընտրությունների ընթացքում հիմնականում չեն կարողանում մեծամասնություն կազմել, այսինքն 50%-ից ավելի ձայն հավաքել, խոսքը թիմ ընտրությունների մասն է, նաև Երևանի քաղաքապետի ընտրությունները, որը Տիգրան Ավինյանը չկարողացավ 50%-ից ավելի ձայն հավաքել, հիմա այլ Գյումրիում 35 կամ 36 դեռևս հստակեցված չէ տոկոս ձայն է հավաքել Սարիկ Մինասյանը եւ մնացած տոկոսները պատկանում են ընդդիմությանը։ Սա նրանից էր, որ հանցագործները չպատժվեցին, սա նրանից էր, որ Հայաստանի Հանրապետությունում վերջնական արդարությունը չվերականգնվեց եւ այսօր նույնիսկ հանցագործներին կարելի է ձայն տալ եւ ընտրել քաղաքապետ կամ համայնքապետ կամ այլ պաշտոնի, հեղափոխություն իրականացրած ժողովրդի ողջ ցանկությունները եթե իրականություն դառնային, այսինքն օրենքի ուժ ստանային հեղափոխության ցանկությունները, այդ ժամանակ արդեն ուրիշ պատկեր կլիներ։ Մարդիկ հիասթափություններ են ապրել, որ չեն տեսել գլոբալ առումով թալանի վերադարձ, չեն տեսել հանցակազմ ներկայացնող մարդկանց պատասխանատվության ենթարկելու այդ գործընթացները, տեսել են հիասթափեցնող բռնել բաց թողնելու գործողություններ, տեսել են մարդկանց նկատմամբ, այսպես ասած, դատարանի որոշումներ, որոնք արդարեցման մասին են եղել, բայց այդ մարդը տասնյակ տարիներով Հայաստանի ժողովրդին պահել է ստրկության մակարդակում։ Այ որ արդարություն ձևավորվեր, այս իշխանությունը խոսելու տեղ կունենար, չնայած նրան, որ շատ լավ է, որ այս իշխանությունը գոնե հասել է երկու կարևոր կետի, դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այս իշխանությունը չի թալանել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսինքն Նիկոլ Փաշինյանն այս երկիրը չի թալանել։ Երկրորդ կարևոր, շատ կարևոր իրադարձությունը, որ իրանք հասել են դրան, դա արդար, ազատ, թափանցիկ ընտրություններն են առանց կեղծիքների, եւ մենք տեսնում ենք, որ այսօր կեղծիքներ չկան եւ դա միայն հեղափոխության շնորհքն է Նիկոլ Փաշինյանի սկզբունքային որոշումը այս հարցի վերաբերյալ։ Եթե բոլոր հարցերին Փաշինյանը վերաբերվեր այսպես, ապա Հայաստանից թալանված ողջ փողերը վերադարձված կլինեին, Հայաստանի Հանրապետության ժողովրդին ստրկացրածները պատասխանատվության ենթարկված կլինեին, դղյակները պետականացված կլինեին եւ հայ ժողովուրդը վերջապես կիմանար, թե այդ ինչպես ստացվեց, որ 20 թվականին մենք չունենք հակաօդային համապատասխան պաշտպանություն, որը կկարողանար փակել Ղարաբաղի օդային տարածքը թշնամու հարձակումներից։ Որտեղ էին այդ փողերը, ինչու չէին գնվել այդպիսի զենքեր եւ ինչպես էր Ադրբեջանի բանակը սլանում առաջ, իսկ մենք կրիայի քայլերով նույնիսկ տեղում էինք մնում, հույս դնելով 90-80-ականների զենքերի, որոնք ուղղակի ձեռքի օգտագործման զենքեր են, իսկ այսօր աշխարհը կռվում է նորագույն տեխնոլոգիաներով, հիմնականում օդային կռիվ է իրականացվում։ Օրինակ Ամերիկայում նստած մարդիկ իրանց օդային ուժով հարվածներ են հասցնում տարբեր պետությունների, որոնք աղբեկչական երկրներ են։ Ամերիկացին ավտոմատներով չի գալիս եւ չի մտնում Սիրիա կամ չգիտեմ ուր։ Պենտագոնից ընդամենը կոճակների օգնությամբ կառավարում են իրենց ռազմական ողջ ռեսուրսները։ Միայն ցավ ենք ապրում նրա համար, որ եթե իշխանությունը փոխվում տարբեր քաղաքներում, այդ իշխանությունը փոխվում է այնպես, որ նորից նախկիններն են գալիս, դա ցավալի է։ Գոնե լիներ երկրորդ ուժ, այսինքն ուժ, որը չի եղել նախկին, չի եղել ներկա, կրում է հեղափոխական իրական արժեքներ, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը դա ժողովուրդն է, ժողովրդի ընտրությունն է եւ տեսնում ենք, որ որոշ դեպքերում Հայաստանի ժողովուրդը չի հասկանում, որ ժողովրդավարությունը պետք չէ հանձնել բռնապետերի ձեռքը եւ նախկիններին Հայաստանի ժողովուրդը կամաց որոշ քաղաքներում ընդդիմության տեսքով բերում է, մտցնում է պետական համակարգ, որը չպետքա թույլ տային եւ երևի թե այլ ժողովուրդը տեղյակ չի, որ որոշ մարդկանց հետևում թաքնված են այն մարդիկ, որոնք այս երկիրը ոչնչացնելու հիմնական ներդրողներն են եղել։ Իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ ծանր։ Թուրքական իշխանությունների կողմից արգելափակվել են
ընդդիմադիր ակցիաների հեռարձակումները, որպեսզի ճնշումներ գործադրեն ընդդիմադիրների նկատմամբ, եւ այդ ամեն ինչը հանրությունը չիմանա եւ փորձեն թաքցնել նաեւ այդ ցույցերի մասնակիցների քանակությունը, որը իսկապես բավականին մեծ է։ Հիմնական ցույցերը տեղի են ունենում Ստամբուլում։ Միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, եւ արդյոք Էրդողանը պատրաստվում է գնալ զիջումների։ Այդ ցույցերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ որ կալանավորվեց Ստամբուլի քաղաքապետը։ Իշխանական աղբյուրները պնդում են, որ Էրդողանը կշարունակի պաշտպանել իր իշխանությունը եւ կշարունակի մնալ իշխանության ղեկին, ամեն կերպ ճնշումներ գործադրելով ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը իրանց համար արդեն մահացած է եւ պետք է հեռանա։ Այժմ ներկայացնում ենք Թուրքիայի ընդդիմադիր գործիչներից մեկի խոսքերը։ Նա այլևս սպառել է իրեն որպես երկրի ղեկավար։ Նրա քաղաքական թիմը այլևս վստահություն չունի։ Էրդողանը դարձավ երկրի ղեկավար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հաղթելով բավականին քիչ տարբերությամբ, եւ սա իհարկե այն պետական լծակներն էր, որը նա օգտագործել էր իշխանությունը զավթելու համար։ Մենք կարծում ենք, որ նա չի ընտրվել որպես նախագահ, նրանք երկրորդ փուլով միայն վերջին պահին կարողացան ինչ-որ լծակներ օգտագործելով ընտրությունների արդյունքները թեքեն դեպի իրենց կողմը, ինչը որ ավելի նյարդայնացրեց Թուրքիայի ժողովրդին։ Ընդդիմադիրների ձերբակալումը եւ նրանց նկատմամբ տարբեր հետապնդումները բերեցին նրան, որ ամբողջ Թուրքիայի տարածքով այժմ տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց կողմից բազմահավաք ցույցեր, եւ որը արդեն իսկ սարսափեցնում է Էրդողանին։ Իհարկե մենք նաեւ սպասում ենք գործողություններ նրանց իշխանությունների կողմից այդ ցույցերը լրացնելու կապակցությամբ, բայց միանշանակ պնդում ենք, որ Էրդողանը այլևս երկրի ղեկավար չէ եւ երկիրը ղեկավարվում է ժողովրդի կողմից։ Ժողովրդին միայն պետք է երկարացնել ձեռքը եւ հասցնել երկրի ղեկին, որը սխալմամբ հայտնվել է մեկ այլ անձնավորության ձեռքերում, որը այդ ամեն ինչը բավականին սխալ է օգտագործում։ Եվ այսպիսով Թուրքիայում Էրդողանը այլևս չունի այն վստահությունը, որը ուներ։ Միացյալ Նահանգների կառավարությանն է խնդրել Էրդողանը, որպեսզի իրեն աջակցեն եւ դրանով ցույց տա, որ ինքը տարածաշրջանում եւ Թուրքիայում շատ կարեւոր դեմք է եւ առանց իրա Թուրքիան կկործանվի եւ առանց իրա տարածաշրջանը կկորցնի Էրդողանի նման փորձառու ղեկավարի։ Ամերիկան որոշակի հայտարարություններ արել, բայց դա իհարկե այն պատճառով, որովհետև այսօր գործարքներ կա Էրդողանի հետ եւ Էրդողանը պետք է դրանք